Ողջույն, Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ կապվում են աղմկահարույց սկանդալներ։ Մշտապես մամուլը բացահայտումներ է անում, որոնք անաչառ դիտորդի աչքին հենց կոռուպցիայի վկայություն են, առնվազն կասկածներ, բայց իհարկե դրանք չեն ստանում իրավական գնահատական, ավելի ճիշտ, ինչ փաստ որ ներկայացվում է, դատախազությունն ասում է նորմալ է, խնդիր չկա։ Իհարկե թվում է անիֆով բյուջեի թալանի մասին տեղեկացվածներին անհնար է որևէ այլ բացահայտումներով զարմացնել, բայց պարզվում է կան ոչ պակաս սկանդալներ։ Օրերս Infocom-ը ուշագրավ բացահայտում արեց։ Կառավարությունը ավելի քան 200 ընկերությունների մաքսային արտոնություններ է շնորհել տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու համար։ Թվում է նորմալ է, բայց նորմալ չէ այն, որ այդ ընկերությունների սեփականատերերը կամ նրանց փոխկապակցված անձինք միասին շուրջ 110 միլիոն դրամի նվիրատվություններ են արել ուշադրություն քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ Փաշինյանի կնոջ ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին։ Վերջին տարիներին հրապարակումներ են եղել, թե ինչպես է X ընկերությունը շինտեխնիկա փոխանցում քաղաքապետարանին, ապա ստանում է բազմահարկ շենքեր սարքելու թույլտվություն։ Հետո այդ բիզնեսի տերը կամ մերձավորը դառնում են պաշտոնյա։ Իշխանությունը կասի համընկել է, դատախազությունը կհավատա, իսկ մենք ոչ։ Մամուլը պարզում է, որ Ջերմուկ գրուպը ՔՊ-ին նվիրատվություն է անում 2.5 միլիոն դրամ։ Մի քանի շաբաթ անց ազատվում է 102.6 միլիոն դրամ մաքսատուրքի վճարից։ Մեկ այլ ընկերություն 2.2 միլիոն դրամ է նվիրում ՔՊ-ին։ Մի քանի շաբաթ անց ազատվում է 48.6 միլիոն դրամի չափով մաքսատուրքից։ Մի երրորդ ընկերություն 2.7 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման միլիարդ դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն է ստանում, հետո 2 միլիոն փոխանցում ՔՊ-ին։ Իսկ ինչու են փոխանցում մինչև 2.5 միլիոն դրամ, ոչ ավելի։ Ըստ երևույթին նրա համար, որ կուսակցության պարագայում նվիրատվության վերին շեմ կա, իսկ այ հիմնադրամի պարագայում չկա։ Դրա համար էլ օրինակ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցում են նույն մամուլի հրապարակումներով 30 միլիոն դրամ, ապա ազատվում են 151 միլիոն դրամ մաքսատուրքից։ Եվ այսպես շարունակ։ Ժողովուրդ ջան, ես քաղաքացիս կարող եմ այս ամենը ու կարդալով այս ամենը իմ մոտ միտք է գալիս, առաջին միտքը ՔՊ-ին վճարում են գործարարները փրկագին, դաշտում ազատ գործելու համար։ Գործարարը ստանում է արտոնություն, ապա վճարում է ՔՊ-ին կամ Փաշինյանի կնոջ հիմնադրամին, կամ հակառակը, հանգանակություն է անում նրանց, ապա ստանում է արտոնություն։ Նույն բան եղավ, տեղերը չփոխվեց։ Հայտարարում են պետգնումների մրցույթ, շահում է ինչ-որ ընկերություն, հետո տեսնում ես, որ այդ ընկերությունը ՔՊ-ին գումար է հանգանակել։ Այս գործընթացները կապ ունեն իրար հետ, մեր կարծիքով այո, ՔՊ-ի կարծիքով իհարկե ոչ, ի սրտե նվիրատվություն է։ Օրինակ հետաքրքիր է իմանալը։ Քաղաքացիական պայմանագիրը մինչ իշխանություն վերցնելը ստացել է նման համատարած հանգանակություններ գործարարներից։ Եթե այդ կուսակցությունը չլիներ իշխանության, գործարարները նման վարքագիծ կդրսևորեին, վստահ եմ, որ ոչ։ Այս ընթացքում պարբերաբար գործարարներ են բողոքում, որ իրենց անհիմն տուգանում են, բավականին խոշոր գումարներ, հարցնում եմ, իսկ դուք հանգանակություն արել եք իշխանական հիմնադրամների, կուսակցությանը, ասում են ոչ։ Ասում եմ միգուցե գաղտնիքը հենց այդտեղ է։ Ու զավեշտալի է, որ հենց այս իշխանությունը մշտապես խոսել է նախկինում ինչ-որ ատկատների մասին, գործարարների չամադաններով Բաղրամյան 26 գումար տանելու մասին։ Սա այն իշխանությունն է, որ համընդհանուր հայտարարագիր է մտցնում, ասում է, այս տարի նաև թոշակառուները պետք է պարտադիր հայտարարագրվեն, որ կոռուպցիան կանխենք։ Սրանք խոսում են կոռուպցիայից։ Գիտեք, այն գործարարը, որը այսօր ստիպված է լինում գումար փոխանցել իշխող կուսակցությանը, միգուցե նաև ստիպված է լինում իր աշխատողներին ուղարկել ինչ-որ կեղծ պատարակների, հետո իշխանության ներկայացուցչի հավաքներին, կրթական եւ այլ շոուներին, դուք բացառում եք, ես չէ։ Պատկերացնում եք, եթե մի այսպիսի կասկածելի փոխանցումներ լինեին ընդդիմադիր ուժերի շարքերում, հիմա քանի ձերբակալություններ կլինեին։ Այսօր ժողովուրդ ջան, քաղաքական հալածանքներ էին դարձյալ տեղի ունենում, էջմիածնում։ Ասում են հաղթանակ դաշինքի անդամները
կոչ են արել ընտրել հաղթանակ դաշինքին։ Դրա համար ձերբակալում ենք։ Պատկերացնում եք, գործարարներ չեն, գումար չեն փոխանցել, հարկային արտոնություններ չեն ստացել, կոչ են արել Էջմիածին ընտրություններում քվեարկել ոչ իշխանական ուժի օգտին։ Նրանք բանտարկվում են։ Դատախազությունը, քննչականը դրանից սարքել է քրքգործի մատերիալ, իսկ այս թվարկածս Նիկոլի օգնական դատախազը երևի այս դեպքերը չի տեսել ու չի էլ տեսնի։ Սա միակ սկանդալը չէ, որ կապվում է ՔՊ-ի հետ։ 2024 թվականին իրար հետևից երկու կոռուպցիոն սկանդալ պայթեց, երկուսն էլ ՔՊ-ի մասին։ Հրապարակվեցին սկանդալային փաստեր, որ 2023 թվականի Երևանի ավականու ընտրությունների ժամանակ կազմակերպված դրամահավաքին ՔՊ-ն հանգանակել է 1.2 միլիոն դոլար խիստ կասկածելի միջոցներից։ Հետաքննող լրագրողները զանգել էին մինչև 2.5 միլիոն դրամ իբր հանգանակողներին ու պարզել, որ կամ խաբար չեն, կամ նրանց անունից գումար են փոխանցել, օգտագործելով նրանց անձնական տվյալները առանց իրենց իմացության եւ համաձայնության։ Լավ, իսկ որտեղից այդ փողերը։ Այդ ինչ փողերը, որ կեղծիքով բերել մցրել է ՔՊ բյուջե։ Ստացվում է սև, այսինքն ոչ օրինական ճանապարհով ստացված փողեր են շրջանառվում։ Հակառակ դեպքում օֆիցիալ փոխանցումներ կլինեին։ Դրանից հետո էլի մամուլը բացահայտում է, որ 2022 թվականին ՔՊ ստացած նվիրատվությունների մեծ մասը էլի կասկածելի աղբյուրից են։ Մարդիկ են իբր նվիրատվություն կատարել, որոնք իրենք տեղյակ չեն իրենց նվիրատվությունից, ավելին, որ իմանային դեմ էին լինելու։ Եվ այսպես շարունակ։ Սպասենք հաջորդ սկանդալին։ Կարճ ասած, ինչ եք կարծում, եթե քննչական համակարգի ներկայացուցիչները չլինեին Նիկոլ Փաշինյանի աշխատողները, այս բոլոր ահազանգերը ինչ ընթացք կունենային։ Գոնե գործ կհարուցեին, չէ՞, հասարակության կասկածները փարատելու, հերքելու կամ հաստատելու համար։ Պատկերացնում եք, թե այս իշխանության հեռացումից հետո ինչեր են բացահայտվելու ոչ միայն մամուլը, այլև անկախ, անաչառ իշխանության գրպանում չգտնվող հակակոռուպցիոն, քննչական, դատախազական համակարգը։ Հա, ի դեպ, Նիկոլն ասում էր, քաղաքականությունը փող աշխատելու միջոց չէ։ ՔՊ-ին արված այս հանգանակություններից հետո էլ է նույն կարծիքին։